Բարև ձեզ, այսօր հյուրընկալել ենք միջազգային իրավագետ, Արցախի ժողովրդի հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ Գառնիկ Քերքոնյանին։ Պարոն Քերքոնյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ։ Մեր հարցազրույցը չեմ կարող չսկսվել Բաքվի զինվորական դատարանում տեղի ունեցող ֆարսից, որտեղ են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։ Անշուշտ թե ոչ, չենք գնար համարել այս արդարության ճանապարհ, միջազգային դիտորդները, ինչպես որ լավ գիտենք, նույնիսկ որոշեց Ադրբեջանը գոչրավ, թե նույնիսկ Գարմիր խաչն պիտի վրընդե Ադրբեջանից, ուրեմն ասիկա ուղղակի շոուի համար, իրենց նարատիվները առաջ տանելու համար է, եւ դժբախտաբար բավական լուրջ արձագանք միջազգային կառույցները չենք լսեր թեր, կլսենք մի չափի, բայց շատ ավելի հայ ժողովուրդը պետք է սպասե, եւ իմ կարծիքով ավելի կարեւոր հիմնական հարցն է այդ պարոն Վարդանյանին ուղղված ուղերձը, որ շատ լուրջորեն գսե թե այս հարցը անձնական հարց չէ, նույնիսկ փանդարգյալներու հարցը չէ, բայց լրիվ հայ ազգի հարց է եւ հայ ազգի անվտանգության հարց է։ Այսօր եթե ունենք այդպեսի իրավիճակ, որ պետությունը չի գտնար պաշտպանել իր քաղաքացիներու անվտանգությունը, ադիգա բավական լուրջ հարց է եւ պետք է այդ խոսքը արձագանքել լրիվ հայ ժողովրդի մտքին եւ սրտերեն ներս։ Ինչու մեր հայրենակիցները առ այսօր Բաքվի բանտում են։ Ռուբեն Վարդանյանը պետք է հացադուլ հայտարարի արդեն երկրորդ անգամ, որից հետո միայն որոշ գործիչներ ու կառույցներ սկսեն խոսել այս խնդրի մասին։ Իմ կարծիքով միջազգային, ասենք, փորձի մեջ կան NGO-ներ, civil society անդամներ եւ գազམ་ագերություններ, որ առաջ կդանին այսպեսի թեմաներ, բայց կարևոր է որ կառավարական կառույցներն նույն ցայնով հնչեն այդ բանջարները, որով այդ կառավարական, ասենք, քարոզները խոսքերը արդեն նոր թուրեր կփանան միջազգային կառույցներ կարենան աշխատելու այդ նպատակին։ Ուրեմն արդեն վերջերս այս մի շաբթվա ընթացքին արդեն նոր լսեր ենք արտգործնախարարութենեն Հայաստանի մի քանի խոսքեր այդ կողմեն եւ արդեն նույնիսկ այդ խոսքերը այս 7-8 օրվա մեջ արդեն ընդլայնցուցին այդպեսի, ասենք թե միջազգային կառույցները հետաքրքրությունը մեր փանդարգյալներու վերաբերյալ։ Ուրեմն այդպեսի մոդեցումը շատ կարևոր է, որով պետության խողովակները լրիվ ուրիշ են։ Հանրության կառույցները գրնան իրենց խոսքերը ասել, բայց կառավարական ուժը լրիվ դարբեր է, նույնիսկ եթե մի հատ խոսքով արդեն թուրեր կբացվին։ Ուրեմն Էդ է մեզ, որ պետք է ավելի լսենք եւ ավելի այդպես կառավարական աջակցություն մենք պահանջենք։ Այսինքն դուք կարծում եք, որ Հայաստանի իշխանությունները այս ուղղությամբ կամ չեն աշխատում կամ նվազ են աշխատում։ Բավարար չեն աշխատում, ադիգա հայտնի է այս իրավիճակը այսքան երկար դեվելու մեզի երթալ են ավելի անվտանգության մեջ գտնե ավելի գրնալա որ ադիգա ավելի մեծ թեմայով մարդ խոսի զիջումներու վերաբերյալ ասիալ նույնիսկ եթե նարատիվները զիջենք որ այսի անարդար է պետք է վերադարձվին, եթե այդ նարատիվները նույնիսկ զիջենք, ադիգա մեր Հայաստանի հայ ժողովրդի, ոչ թե միայն հայ քաղաքացի, բայց հայ ժողովրդի աշխարհի 4 կողմի համար իրենց անվտանգության համար շատ լուրջ ազդեցություն կունենա։ Մեր հայրենակիցներին Բաքվի զինվորական դատարանում այսպես կոչված դատում են ինքնապաշտպանվելու մեջ։ Ռազմաքաղաքական ղեկավարների հետ զինծառայողներ են հավանաբար կամ շարքային քաղաքացիներ են, մարդիկ են, ովքեր պարզապես պաշտպանել են սեփական հայրենիքը։ Միթե այս ամենը ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված չէ, որ յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր միավոր իրավունք ունի ինքնապաշտպանվելու։
Անշուշտ այդպես գրված է ոչ թե միայն ինքնաբաշխանելու, բայց ինքնորոշման իրավունքի հետևելու իրավունքը կա միջազգային իրավաբանական խոսքի մեջ հիմնական իրավունքները մեկն է, չէ, ինքնորոշման իրավունքը ուրեմն ոչ թե միայն այս արդարության նիստի ինքնաբաշխանության հետ կապված է այս հարցը, ավելի լայն հարցեր կան, որ այսպեսի շոու նիստերը վտանգի տակ կբերեն ոչ թե միայն հայ ժողովրդի, բայց լրիվ միջազգային իրավունքի միջազգային իրավունքի, ասենք, իրականությունը այս բահին։ Արդեն կտեսնանք, թե աշխարհը ինչքան կփոխվի, այս հիմնական մարդու իրավունքներու ապահովությունը շատ կարևոր գետնը պիտի լա ոչ թե միայն հայերու համար, միջազգային հանրության մեջ։ Որ դեպքում դուք Հայաստանի իշխանությունների գործողությունները կհամարեիք բավարար, եթե պայմանականորեն դիմեին Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան, թե էլ ինչ գործողություններ պետք է արվեր, գոնե հրապարակային, ել չեմ խոսում ոչ հրապարակայինի մասին, որ դուք որպես հայ անհատ, ել չեմ ասում միջազգային իրավագետ, ասեիք, որ կառավարությունը հնարավորինս անում է։ Շատ լավ հարց է։ Նախ պետք է գնահատենք, որ ասենք բարոն Երիշեկ Իրագոսյանի գործունեության առաջ տանիլ այս թեմաները շատ կարևոր եղած է։ Բավական լուրջ հաջողություն բերած է, եթե միջազգային դատարանները ներս, ասենք վերադարձի իրավունքը, փանդարգյալներու վերաբերյալ հարցեր, ուրեմն իրավաբանական օրեն արդեն գլխավոր դատարանները ներս իր ղեկավարությամբ արդեն լուրջ հարաճտիմություն եղած է։ Բայց կան ոչ թե միայն իրավաբանական, կան թիվանակիտական մոտեցումներ, որ պետք է զուգահեռ աշխատին այս իրավաբանական հաջողություններու հետ։ Եվ հոն է, որ կտեսնամ ես մի տեսակի անհետաքրքրություն եւ կամ անհաջողություն։ Ինչ կարող են մարդու իրավունքներու դարբեր կառույցներ կան, որ եթե թիվանակիտական մոտեցումներով քայլերով կառավարությունը մոտենան, նոր թուրեր կբացվին։ Մեր միջազգային իրավունքի որոշումները որ կան, չէ, վերադարձի իրավունքի փանդարգյալներու վերաբերյալ որոշումները կան ամենաբարձր միջազգային իրավունքի դատարանները ներս։ Ադոնք հիմքն են, որ թիվանակիտական քայլեր կարենա կառավարությունը օգտագործել։ Ուրեմն երբ որ այդ հիմքը գա, եւ դու դրա մասին չես խոսում, ներողություն, եթե հիմքը կա եւ դու դրա մասին չես խոսում, ադիգա շատ վտանգի տակ գտնե ոչ թե միայն բան նպատակի հասնելու, բայց նույնիսկ կարողությունը կամ կարևորությունը այդ հիմքին ինչպես գառույց պետք է աշխատի ամեն մեկ բաժինը իր գործը անելու ունենք հսկայական հաջողություններ ասեմ միջազգային իրավունքի կողմը հսկայական փոքր պետության համար բավական հսկայական հաջողություններ տեսած եք բայց ադոնք թիվանակ այդ հաջողությունները թարգմանվին քաղաքական դաշտում միջազգային թիվանակիտական մոդեցումն է որ այդ թարգմանությունը գնե եւ հոն է որ կտեսնամ ես բավական արիտներ որ չենք օգտագործած ուղղակի Առաջարկում եմ խոսենք նաև Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության եւ հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի գործունեության մասին ավելի քան 1 տարի հանձնախումբն աշխատում է եթե ամփոփելու լինեք ինչը կառանձնացնեիք բնականաբար այն ինչը ենթակա է հրապարակման Այո կարծեմ եթե եդ երթանք հոկտեմբեր 22-ին սեպտեմբերին ամիջապես վերջ մեկը վերադարձի մասին չէր խոսեր որ իբր հիմնական մարդու իրավունքներու վերաբերյալ կարևոր է որ այդ թեման արդեն աջենդաներու վրա է միջազգային հանրության մեջ դա շատ կարևոր է որ հիմնադրե մեր ասենք թե հաջորդ քայլերը արդեն ժողովուրդը հասկացած է կամ միջազգային կառույցները հասկացած են թե այդ վերադարձը պետք է լա հավաքական պետք է լա անվտանգության
եւ պետք է լա միջազգային բան գերանտիներ ապահովության երաշխիքներով եւ պետք է ժողովուրդը պետք է վերադառնա իրենց հիմնական մարդու իրավունքներու հետ երբեք մենք չենք ասեր ուրիշիմը որ իդ վերադարձիր բայց առանց քու հիմնական մարդու իրավունքներու լրիվ ադիգա ուղղակի խենթություն է մարդ պետք է վերադառնա իբր մարդ եւ մարդը ունի այդ մարդ հիմնական մարդու իրավունքները եւ այդ հիմնական մարդու իրավունքներուն մեկը ինքնորոշման իրավունքն է իր ցանկի ապահովության եւ բան ինքնորոշման իրավունք այդ հիմնական մարդու իրավունքներում մի բաժին է ուրեմն միջազգային հանրության օրագարկի մեջ արդեն այդ արձագանքած է եւ ինչպես որ գտեսնանք զանազան երկրներու մեջ կանադայի արտգործնախարարությունը ոչ թե միայն նշեց վերադարձի իրավունքը այլ նշեց այդ ինքնորոշման իրավունքը որ Արցախի ժողովուրդը ունի եւ գունենա եւ ինչպես որ գիտեք Զվիցերիայի մեջ այդպեսի բան գանավոր հարթակ ստեղծելու մասին Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատն արդեն ընդունեց այո եւ արդեն այս ամիս իր մույս բալադնալ որոշում այո պիտի քննարկե մարտ 18-ին արդեն քննարկման քվեարկության օրն է եւ ինչու է այս կարեւոր է որ մարդ ստեղծե կամ կառավարություն եւ կամ կառույցներ ստեղծեն հարթակներ բանախոսության negotiation-ներու համար ուրեմն այդ օրագարկի վրա բահելը հանձնախումբի կորձը, ասենք թե միջազգային թաշտի մեջ, միջազգային հարաբերություններու թաշտի մեջ այդ օրագարկը առաջ տանել էր։ Եվ բավական հաջողություններ տեսած ենք այս մի դար ու կես ընթացքին, բայց թեր ավելի քայլեր արգան ու այլ պետություններ են ներս եւ անշուշտ միջազգային կառույցներու մեջ, որ այս թեման առաջ տանենք այս ասենք թե սահմանափակումներով հաջողության կամ այդ սահմանափակումներով ուղղակի Պարոն Քերքորյան, ինչպես եք պատկերացնում կամ ինչպես է հանձնախումբը պատկերացնում Արցախայության վերադարձը։ Նկատի ունեմ տեսականորեն ներկայացրիք։ Ինչու Ադրբեջանը պետք է համաձայնի այս ամենին։ Գիտեք, հարցը այն որ Ադրբեջանը համաձայնի կամ չի համաձայնի, ասիկա բան ուղղակի քայլերով է։ Մենք այսօրվա մեր իրավիճակը լրիվ դարբեր է, քան թե 2 տարի առաջ, քան թե մանավանդ 10 տարի առաջ, լրիվ դարբեր է։ Մենք այն ժամանակ խոսեինք միայն ինքնորոշման իրավունքի մասին, ճանաչման մասին, այսօր պետք է ավելի ասենք թե հիմնական իրավունքի մասին խոսենք, այս վերադարձը մարդ որ գարենա վերադառնալ իր երկիրը։ Ուրեմն գրնալը որ այս գործընթացը մի ամսվա, մի դարվա կամ նույնիսկ մի սերունդի գործ կրնա չլար եւ ավելի գիտենք որ միջազգային հանրության մեջ կտեսնանք լրիվ հսկայական փոփոխություններ, չէ, կառավարություններ, որ լրիվ հիմա արդեն կտեսնանք Վաշինգտոնում փոփոխություններ, որ եղան ընդդություններու ընթացքին, մենք պատրաստ պետք է ելանք, որ այդ թեմաները առաջ տանենք եւ գարենանք ամիջական օրեն եւ որ այս փոփոխությունները լա գարավարական եւ գամ ասենք թե մշակույթային միջազգային մշակույթային փոփոխություններ արից ստեղծեն որ գարենանք մենք այդ հաջորդ քայլին երթալ այսօրվա գլխավոր նպատակը օրագարկի վրա բահելն է իրավունքը եւ երկրորդ քայլը իմ կարծիքով այս հարթակները կամ հարթակ եւ կամ հարթակներ ստեղծելու համար կորցն է բովանդական քննարկումները արդեն առանց հարթակի չեն գտնար առաջ երթալ ուրեմն ես կտեսնամ այդ բովանդական քննարկումները ավելի ասենք թե երրորդ աստիճան մենք հիմա աշխուժ աշխատենք որ այդ երկրորդ աստիճանը ստեղծենք որ այս հարթակը ստեղծվի որ քոնե եթե նույնիսկ բովանդական գետրոնացում չլա, քոնե այդ procedural հարցը լուծվի, որ
պետք է նստենք սեղանի, այսինքն նախնական քայլն է։ Հարթակ ստեղծվի շատ կարևոր է։ Եթե հարթակ ստեղծվի, արդեն այն ադեն թուրեր կբացվին բովանդական խոսակցության համար եւ կրնալ շատ չենք գիտեր որ մեկ աբակայի կամ ամիսներով կամ շաբաթներով կամ դարիներով բան առաջ կերտա, բայց իմ կարծիքով եթե մարդ նայի միջազգային հարաբերություններու, ասենք թե փորձով մեգուգես դարվա մեջ որ ունենք պետությունը ասենք թե Շվեյցարիա եւ կան ուրիշ պետություններու վրա որ աշխատենք նույն ձևով որ այս հարթակի խոսակցությունը արդեն հարաճացած է իմ կարծիքով բավական լուրջ հաջողություն է միջազգային իրավունքի միջազգային փորձառությունը ցույց կտա, որ այսպեսի քայլեր կգնա 5 տարի, 10 տարի, 20 տարի դեպել, մինչև այս հարթակի հարց հասնի։ Ուրեմն ոչ թե փախտավոր ենք, անշուշտ չանք կտապվի, որ այսպես առաջ երթա հանձնախումբի եւ ասենք Արցախի ժողովրդի այս բահանջները եւ այս կարևոր իրավունքի քայլերը վերապերյալ քայլերը, բայց իմ կարծիքով մեուգես տարվա ընթացքի կորձը արդյունավետ եղած է եւ հույսով եմ, որ այս երկրորդ աստիճանը հաստատվի, ամրապնդվի եւ երրորդ աստիճան կամ երրորդ քայլին կհասնենք, որ սկսենք այս բովանդական քննարկումները կարենանք ունենան այդ սահմանափակումներու մեջ։ Հիմա կտեսնանք, որ Բաքվից մոտեցումը լրիվ հագարակ է, միջազգային կառույցներ գվերնդե իր բան դարածքեն Բաքվից, բայց մենք պետք է առաջ տանենք մեր գործը, որով երթալ են այսպեսի քայլեր, որ Ադրբեջանը գարնե թեր ավելի աչք է գինա եվրոպական եւ այլ միջազգային հանրության կառույցներ են եւ մեզի արիտ կլա, որ առաջ տանենք մեր թեմաները։ Դուք կիսում եք այն կարծիքը, որ Ադրբեջանը շատ թանկ է վճարում ու վճարելու Արցախում կատարած ցեղասպանության եւ օկուպացիայի համար, որովհետեւ եթե անգամ Հայաստանի գործող իշխանությունները սրա մասին չեն խոսում, այս ամենը միջազգային հանրությունը կամ տարբեր պետություններ օգտագործելու են, եթե ոչ հայ ժողովրդի շահի համար, ապա գոնե սեփական շահն առաջ տանելու։ Բիդի վճարե եւ կամ ադիգա մի քիչ տարբեր, որ աշխարհակահաղականության հետ ալ կապ ունի, բայց կրնամ այսպես ասել, հենց այդ է մեր, ասենք թե միջազգային իրավունքի հաջողություններու հիմքը, որ այդ միջազգային որոշումներու վրա է, որ այդպեսի քինը կհաստատվի եւ վստահ եմ թե ճիշտ այդ բաժարով է որ Բաքուն գուզե ոչնչացնել միջազգային թադական գործերը ուղղակի, չէ՞։ Ուրեմն հիմքը գա հույսով եմ որ այդ քինը բարձր պետք է լինի, բայց այդ իրավունքը ինքն իրեն չարդարացվի։ Մարդ պետք է, գառույց պետք է, պետություն պետք է, որ այդ օրեփան իրավունքի վրա հիմնված դիվանագիտություն եւ աշխարհակահաղականության մեջ օգտագործե այդ իրավաբանական հիմքերը կան դժբախտաբար այդ դիվանագիտական թարգմանությունը այդ իրավունքի աշխարհակահաղականության մեջ թեր չենք տեսնար այդ արդյունքը եւ կարծեմ շատ կարեւոր է որ կառավարությունը հասկանա թե այս մարդկից միշտ կխոսի խաղաղության մասին եւ խաղաղության պայմանագրի մասին մենք փորձառություն տեսած ենք թե եթե մեկը այդ քինը չի վճարե ցեղասպանության քինը ինչ հաջորդ քայլերը ինչ է հերուբեջունի գերտալու լրիվ գառույցը ստեղծված է բան 1944-ի երկրորդ համաշխարհային պատերազմի հիմքի վրա եւ դեսանք 1938-ին երբ որ Neville Chamberlain-ը վարչապետը բան անկլիո վարչապետը քնած Մյունիք երբ որ արդեն Հիտլերը քրաված էր Չեկոսլովակիա Սուդեյթենլանդը քնած Հիտլերի հետ հանդիպում ունեցավ, ուրախությամբ ետ վերադարձավ Լոնդոն, ասավ որ նա դեսեք ունիմ ես խաղաղության պայմանագիր, ես Հիտլերի աչքերու մեջ նայեցա եւ Հիտլերը բան ինձի համոզված են որ Հիտլերը խաղաղություն գուզե։ Մենք ասիկա համոզվինք որ Չեկոսլովակիան իրեն կպատկանի,
եւ Եվրոպային խաղաղություն գտա։ Գիտենք թե պատմությունը ինչ ցույց տվավ։ Ոչ թե միայն խաղաղություն չեղավ, ոչ թե միայն բادرազմ չեղավ։ Ուղղակի ցեղասպանություն էր հաջորդ քայլը։ Եվ կարծեմ այդ բահի մեջ ենք մենք, որ հիմա այսօր նստած ենք, գիտենք, որ Ադրբեջանի զորքերը արդեն մտել են Հայաստանի սահմանները ներս։ Արդեն այդպեսի ջնշումներ գսկանք եւ գտեսնանք մեր ասենք թե հայկական փարաբաշարի վրա նույնիսկ իրենց բան արեմդյան Ադրբեջանի թեման narrative-ը որ առաջ կդան ասոնք բան նշաններ են, ուղղակի նշաններ են, շատ բան հստակ անցեր, որ ասենք թե ցեղասպանության վրա գետրոնացած են իբր ուսում ունեցած են, ասոնք հստակ օրինակներ են թե ինչպես այս ցեղասպանության քայլերը առաջ կերտան Ադրբեջանի համար Արցախը իրեն Sudetenland էր մեկ այդ պիտի չսպասենք որ Բաքուն ալիևս խաղաղություն գուզե բան ես չեմ տեսնար այդ փաստերը դժբախտաբար ես ճիշտ ընդհանրակը կտեսնամ Շնորհակալ եմ պարոն Քերքոնյան հարցազրույցի համար Ես եմ շնորհակալ Ես մեր հետևորդներին հիշեցնեմ, որ զրուցում էինք միջազգային իրավագետ, Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության եւ հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ Գառնիկ Քերքոնյանի հետ։ Հետևեք մեզ սոցցանցերում, կհանդիպենք։